Սեպտեմբերի 28-ն է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Տոն, որ նոր վարագավանք է հրավիրում հարյուրավոր ուխտավորների, հինավուրց պատերի ստվերում նորովի վերապրելու հավատքի ու մեր ազգային հիշողության միասնությունը։ Վարագա Սուրբ Խաչը տոն է հոգևոր զորության մասին, որ հիշեցնում է այն ճանապարհը, որով մեր ժողովուրդը պահեց իր հավատի արմատները։ Ավանդույթ դարձած խաչերտով հավատավորները Տավուշի մարզի համայնքներից, Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, նաև արտերկրից բարձրանում են նոր վարագավանք։ Տերունական խաչապայտի մասունքը, որ ամեն տարի Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերվում է այստեղ, վերադառնում ու գտնվում է իր երբեմնի պատմական տանը։ Վարագա Սուրբ Խաչի տոնը մեր 4 խաչի տոներից միակն է, որ տոնվում է միմիայն հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Եվ այստեղ խաչի այս տոնի խորհրդից ներս շատ կարևոր է, երբ որ մենք իրական գիտակցենք խաչի կրելու մեր ուխտը, խաչակիր լինելու մեր ուխտը, իրապես խաչի վրա մեզ տեսնելու այդ ուխտը եւ այս խաչի շուրջը, այս սրբության շուրջը, որ պիտի համախմբվենք եւ ամբողջական միասնական նոր հաղթանակներ ձեռք բերենք խաչով եւ այն հաղթական հարության հասնենք, որը մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ խաչի վրայից դեպի հարություն առավ։ Սուրբ պատարագից հետո խաչապայտով օրհնվում են Տավուշի 4 կողմերը։ Օրհնությունը տարածվում է մեր Սար ու Ձորի, այգիների ու դաշտերի, գյուղերի ու շեների վրա, միասնական աղոթքով, հանուն հարատևության ու խաղաղության։ Այն ժողովուրդը կամ այն մարդը, որը անցյալ չունի, դատապարտված է նաև ապագա չունենալու։ Հետևաբար սա մեզ համար մի տեսակ կապող օղակ է անցյալի, ներկայի եւ ապագայի միջև։ Եվ Վարագա Սուրբ Խաչի պատգամն է հավատարիմ լինել այդ խաչի զորությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի խաչը մեզ համար ոչ թե դառնա եւ վերածվի պարզ մի զարդի, այլ այն դառնա եւ մենք հիշենք այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս իրականացրեց խաչի վրա բոլորիս փրկության համար, որովհետեւ խաչը մեզ համար մարդու հանդեպ Աստծո անսահման սիրո հաղթանակի նշանն է։ Տոնական օրն այստեղ վերածվում է նաև մշակութային փառատոնի։ Տավուշ հայրենակցական միության նախաձեռնությամբ վանական համալիրին հարող տարածքում հնչում են ազգային երգն ու երաժշտությունը, հանդես են գալիս հորովել համույթն ու Բերդի մշակութային խմբերը։ Վարագա Սուրբ Խաչի տոնակատարությունը վերջին 10 տարիներին արդեն նշվում է Տավուշի մարզի այս տարածաշրջանում, նոր վարագավանքում մասնավորապես, եւ բավականին ուխտավորներ են գալիս տարածաշրջան։ Այս տարի Տավուշ հայրենակցական միությունը եւ իր նորընտիր խորհուրդը որոշեց, որ տոնին նաեւ հաղորդի մշակութային մեծ բաղադրիչ եւ ազգագրական ժողովրդական մի շարք համույթներ, այդ թվում նաև տարածաշրջանում գործող մշակութային խմբեր ներգրավվեցին հայրենակցական միության ուժերով։ Տարածաշրջանի ժողովուրդը, մեր քաղաքացիները մշակութային առումով որոշակի մեկուսացված են Հայաստանի մեր ընդհանուր մշակութային կյանքից եւ նաև լինելով մայրաքաղաքից բավականին հեռավորության վրա, կենսագործելով եւ ապրելով, փորձ են կանում Տավուշ հայրենակցական միության ռեսուրսներով եւ միության նախագահության ու շարքերում ներգրավված շրջանակներով, այդ թվում նաեւ Տավուշակենտրոն գործիչների միջոցով մեծ ծրագրեր իրականացնելու, որպեսզի մեծ ներգրավում ապահովենք։ Ոչ
ոչ եղանակը, ոչ մի բան մեզ չի խանգարում ամուր կարճել մեր հավատքին, մեր ավանդույթներին, մեր ազգային արժեքներին, որովհետև նոր վարագավանքը մեզ համար շատ մեծ խորհուրդ գեղեցկություն ունեցող քրիստոնեական կենտրոն է համարվում, Տավուշի լեռնաշխարհի թագուհին է ինքը, իր վեհությամբ, շքեղությամբ, իր պատմական ուժով։ Այստեղ գալիս են Բերդի տարածաշրջանի բոլոր բնակավայրերից, գյուղերից, մասնակցում են պատարագին, այնուհետև կազմակերպում են մշակութային միջոցառումներ, զատ, պատարագի զատ, այսօր նույնպես իրականացվելու է Ամդաստանի կարգից հետո տեղի ունենալու մշակութային միջոցառում, որտեղ հանդես են գալու Վանաձորի հորևել համույթը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի մշակույթի տան խմբերը։ Նոր վարագավանքը կառուցված 13-րդ դարում Գյուրիկյան իշխանների օրոք Տավուշի հոգևոր ու պատմական խորհրդանիշներից մեկն է։ Վանքը գտնվելով բարձրադիր հատվածում իշխող դիրք ունի եւ անտառների գրկում վեր խոյացող վարագավանքը նաև գրավում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։ Տավուշի մարզը մեծ ներուժ ունի էկոլոգիական կամ ագրոտուրիզմում, որովհետև այստեղ պահպանված է կուսական բնությունը եւ զբոսաշրջիկը կարող է գտնել այնպիսի փորձառություններ, որ հնարավոր չէ ուղղակի տեսնել մեծ քաղաքներում։ Միջնադարյան գրիչներն ու պատմիչներն արժեքավոր հիշատակումներ ունեն վարագավանքի մասին։ Այսօր էլ վանքը հոգևորին վերադառնալու վայր է, որտեղ յուրաքանչյուրը նորովի է զգում հայրենիքի գույնն ու բույրը, հոգևոր առաքինության ուժը։